Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Արդյոք ընդունել ես քեզ համար պատրաստված լավագույնը։ Հենց ավագ չորեքշաբթի օրն էր, երբ Բեթանիայում մի կին հոտավետ յուղով օծեց Տեր Հիսուսի ոտքերը։ Աշխարհի տարբեր եկեղեցիներում այդ օրը հայտնի է նաև որպես Մատնիչի չորեքշաբթի։ Մինչ Տեր Հիսուսը Բեթանիայում Մարիամի, Մարթայի և Ղազարոսի տանն էր, քահանայապետներն ու տաճարի հեղինակավոր անձիկ ամբողջ թափով դավադրություն էին պատրաստում նրա դեմ։ Սիրելի՛ բարեկամ, Հուդայի ագահությունը հարմար առիթ եղավ սատանայի համար, որպեսզի գործի նրա միջոցով։ Հուդան գնաց քահանայապետների մոտ։ Շուտով նա մատնելու էր Տեր Հիսուսին, իսկ մյուս աշակերտները ցրվելու էին։ 12-ից ոչ ոք չէր լինելու Տեր Հիսուսի խաչի մոտ, բացի Հովհաննեսից։ Ավարտին էր մոտենում Տեր Հիսուսի երկրային ծառայությունը։ Սակայն այսօր ուզում եմ հիշենք նաև Նրա երկրային ծառայության սկիզբը և մեր ուշադրությունը կենտրոնացնենք այն իրողությունների վրա, որ Տերը պատրաստել է մեզ համար՝ վճարելով լքված լինելու դավաճանվելու, չարչարանքների ու խաչի տառապանքների, ինչպես նաև մահվան մեծ գինը։ Ե՛կ միասին հիշենք Կանայի հարսանիքը, երբ ամեն բան հանգեցնելու էր նրան, որ հարսանիքի կազմակերպիչները ամոթով էին մնալու իրենց հյուրերի առջև, եթե Տերը չմիջամտեր և ջուրը գինու չվերածեր։ Այս պատմության մասին կարող ես կարդալ Հովհաննեսի ավետարանի 2-րդ գլխի 1-11 հատվածում։ Երբ Աստված կամենում է օրհնել Իր զավակներին, Նա դա կիսատ չի անում։ Նա չի սահմանափակում Իր առատաձեռնությունը, ինչպես Աստվածաշունչն է վկայում 84-րդ Սաղմոսի 11-րդ խոսքում. «Տերը ոչ մի բարիք չի խնայում անարատությամբ գնացողների համար»։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու անարատության ընթացք ունենաս քո Տեր Աստծու առջև և ապրես հավատարմության ու ազնվության կյանքով, ապա Աստված քեզ համար ոչ մի բարիք չի խնայելու։ Ինչ որ խնդրես, Նա կտա քեզ և կտա քեզ առատությամբ (տե՛ս Հովհաննես 14:13 խոսքը)։ Այո, Երկնքում ամեն բան կատարյալ է լինելու, և դու ի վիճակի ես լինելու վայելելու այն ամենը, ինչը քեզ կառաջարկվի։ Եվ քանի որ Աստված քեզ սիրում է անսահման մեծ սիրով, Նրա կամքն է Իր ունեցած լավագույնով քեզ օրհնելը։ Դու վայելելու ես Նրա ողջ ուշադրությունը, որ Նա տալու է քեզ։ Քո ամեն կերակուրի, ամեն պատառի մեջ Իր մեծ սերն ես զգալու, վայելելու ես Նրա ընկերակցությունը, ունենալու ես հաճելի քննարկումներ Նրա հետ։ Սակայն Տեր Հիսուսի հավատարիմ աշակերտների համար Տիրոջ ապահովությունն ու հոգատարությունը միայն երկնային խոստումներ չեն։ Երկնքի մի մասն արդեն իսկ հիմա՝ այս երկրային կյանքի ընթացքում է հասանելի քեզ համար։ Այո, այսօր Աստված հրավիրում է քեզ դառնալու Իր Որդու հավատարիմ հետևորդն ու աշակերտը և ընդունելու Իր առատությունը՝ մասնակցելով Նրա սեղանի ճոխ հյուրասիրությանը։ Նա մեծ հոգատարություն ունի քո հանդեպ։ Ուշադիր լսիր այն ամենը, ինչ Աստված կասի քեզ։ Նրա ամեն խոսքը բարի է քեզ համար։ Բժշկություն է թե՛ հոգուդ և թե՛ մարմնիդ համար։ Դու քո տեղն ունես թագավորների Թագավորի սեղանի շուրջ։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով՝ Արման Մանուկյան։